Քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սահակյանը նրանք կալանավորվեցին այն բանի համար, որ պոդկասթի թողարկման շրջանակներում պատասխանեցին ազգային ժողովի նախագահի պաշտոն զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Իսկ Նարեկ Սամսոնյանը կալանավորվել է ընդհանրապես այն բանի համար, որ եթերում արտաբերել է հետույք բառը։ Հաստատի Հայաստանի Հանրապետությունում այսօր կա քաղաքական բանտարկյալ, որ կանոնավորված է ընդհանրապես այն բանի համար, որ եթերում արտաբերել է հետույք բառը։ Նրանք կանոնավորվեցին 2 ամսով եւ հետագայում 2026 թվականի հունվարի 9-ին դատարանը ապօրինաբար նրանց կալանքը երկարացրեց 3 ամսով։ Հենց դատարանի դահլիճում քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց հացադուլ։ Հացադուլի շրջանակներում նրա առողջական վիճակը վատացավ եւ նա տեղափոխվեց բուժհաստատություն։ Հարկ է ֆիքսել, որ հացադուլի ժամանակաշրջանում փոխանակ պատկան մարմինները ապահովային Սամսոնյանին հացադուլը անցկացնելու պատշաճ պայմաններ, նրանք ոչ միայն դա չարեցին, այլև Նարեկ Սամսոնյանը հացադուլի ժամանակ տեղափոխվեց պատժախոց։ Սա ուղղակի չլսված եւ չտեսնված բան է, որ մարդուն կալանավորում են հետույք բառը արտաբերելու համար, ամիսներ շարունակ բանտում եւ երբ որ նա ընդվզելով այդ հայտարարակ ապօրինության դեմ հայտարարում է հացադուլ եւ փոխանակ ապահովում հացադուլի անցկացման համար անհրաժեշտ պայմաններ, նրանք ոչ միայն դա չեն անում, այլև նրան տեղափոխում են պատժախոց։ Նարեկ Սամսոնյանը հացադուլ էր հայտարարել, պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն։ Այսօր նա առողջական վիճակի վատացման պատճառով գտնվում է բուժհաստատությունում, ինչպես նշեցին։ Այնուամենայնիվ հարց է առաջանում, արդյոք Նարեկ Սամսոնյանի պահանջը, այն պահանջը, որը հիմք էր հանդիսանում հացադուլի, ի կատար է ածվել։ Ցավոք սրտի առայժմ ոչ։ Եվ բնականաբար Հայաստանի հասարակական քաղաքական ընդդիմադիր ողջ շերտը պետք է շարունակի սատար կանգնել Նարեկ Սամսոնյանի պահանջին, այն պահանջին, որը որ նա ուղղել էր այս ռեժիմին իրեն անհապաղ ազատ արձակել։ Մենք պետք է շարունակենք մեր ձայնը բարձրացնել Նարեկ Սամսոնյանի անհապաղ ազատ արձակման պահանջով։ Մենք պետք է շարունակենք մեր ձայնը բարձրացնել Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահակյանի դեմ հայտարարակ բռնաճնշումները դադարեցնելու եւ նրանց կալանքից ազատ արձակելու համատեքստում։ Եվ մենք շարունակելու ենք մեր բողոքի միջոցառումները այնքան ժամանակ, մինչև ի կատար չացվեն մեր բոլոր պահանջները։ Մենք շարունակելու ենք բախել տարբեր դռներ, մեր ձայնը բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում փաշինյանական ռեժիմի օրոք տեղնեցող բոլոր ապօրինությունների համատեքստում։ Մենք շարունակելու ենք պայքարը մինչև Հայաստանի Հանրապետությունում ազատ չարձակվեն քաղաքական բանտարկյալներ։ Մենք շարունակելու ենք մեր ձայնը բարձրացնել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում դադարեն բռնաճնշումները խոսքի ազատության նկատմամբ։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը, քանի դեռ ազատ չի արձակվել Նարեկ Սամսոնյանը, քանի դեռ ազատ չի արձակվել Վազգեն Սահակյանը, եւ առհասարակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում չեն դադարել բռնաճնշումները քաղաքական։
ազատություն, 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 ազատություն Նարեկին, Վազգենին և ռեժիմի բոլոր քաղաքական բանտարկյալներին։